Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, Հայաստանի Պրեմիեր լիգա, որքանով են իրատեսական Վան ֆուտբոլային ակումբի հնարավորությունները Եվրագավաթի ուղեգիր պարգևող 4-րդ տեղի համար պայքարում։ Քանի որ ֆուտբոլի Հայաստանի գավաթը նվաճելու են Նոան կամ Արարատ Արմենյան, կրկին Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տեղը զբաղեցրած թիմը նվաճելու է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ուղեգիր։ Այս առումով շատ թեժանում է պայքարը Փյունիկի եւ Վանի միջև։ Ով կգրավի 4-րդ տեղը եւ կստանա Եվրագավաթային ուղեգիր, բարդ է ասել, բայց այս պայդրությամբ Փյունիկը միավորների լուրջ պաշար ունի եւ ունի առավելություն մրցակցի նկատմամբ։ Ճիշտ է, Փյունիկը եւ Վանը դեռ միմյանց հանդիպելու են այս առաջնությունում, այնպես որ Վանը որոշակի շանսեր ունի, այնուամենայնիվ կարծում եմ 7 միավորի առավելությունը, որն այս պահին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պահպանում է, բավական կլինի 4-րդ տեղը գրավելու համար եւ մենք Փյունիկին կրկին կտեսնենք Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլում։ Իսկ Վանը չնայած փայլուն մրցաշրջան է անցկացնում, բայց կորցրած միավորները շատ են եւ ամենայն հավանականությամբ պետք է սպասել եւս մեկ մրցաշրջան։ Փյունիկը 4-րդ տեղի համար պայքարում իմ կարծիքով լուրջ ֆավորիտ է։ Ողջույն Արմեն։ Ողջույն։ Ճիշտ է, չեմպիոնական պայքար որպես այդպիսին չկա, բայց թեժ պայքար կա 4-րդ տեղի համար։ Արդեն պարզ է, որ Արարատ Արմենյան ու Նոան կլինեն առաջատար եռյակում, իսկ դա նշանակում է, որ Վանը ունի արդեն հնարավորություններ։ Վանը շատ լավ ֆուտբոլ է խաղում վերջին շաբաթների ընթացքում, Վանը կարողացավ հաղթել գավաթի խաղարկությունում Նոային, Վանը կարողացավ միավորներ խլել Նոայից, որը վերջին շրջանում ուղղակի ոչ մի տեղ չէր սայթաքում, բայց ճիշտ է, կարելի է ասել, որ Վանի համար 2 թանկարժեք միավոր կորավ Նոայի հետ խաղում։ ԲԿՄ-ն հաղթեց Փյունիկին, իսկ դա նշանակում է, որ Վանի համար էլի հույսեր արթնացրեց։ Ճիշտ է, հանդիպելու են Վանն ու Փյունիկը, չեմ կարծում, որ հենց այդ խաղում որոշվի ճակատագիրը, որովհետև Վանը հետո խաղ է ունենալու Ուրարտուի հետ, բայց այդ խաղից շատ բան է կախված լինելու։ 6 միավորոնոց հանդիպում եւ պետք է հիշել, որ Փյունիկը դեռ հանդիպում ունի մյուս տուրում Նոայի հետ, իսկ Նոան այդ խաղում հաղթելու դեպքում կարող է հռչակվել Հայաստանի չեմպիոն։ Ուժերի դասավորությունը իսկապես հետաքրքիր է ստացվում։ Այո, մեխը այս ամենի կարող է լինել միմյանց միջև հանդիպումը, Փյունիկի համար վերջին խաղում, Վանի համար նախավերջին խաղում, բայց հնարավոր է մինչև այդ արդեն ինտրիգը կորած լինի, բայց դրա համար իսկապես ծանր խնդիր պետք է լուծի Փյունիկը։ Պետք է հաղթի Նոային։ Կամ գոնե չպարտվի Նոային, որովհետև ես հասկանում եմ, եթե ավելի մոտ լինեին միավորներով թիմերը, ես նույնպես կմտածեի, որ Վանը այս պայքարում առնվազն հավասար շանսեր ունի, բայց 7 միավորը։ Չէ, հավասար շանսերի մասին չենք խոսում, բայց պետք է հաշվի առնել Վանը, որ Գանձասարի հետ հանդիպում ունի, մեկ խաղ այս պահին քիչ է անցկացրել, ու եթե Վանը ցանկանում է 4-րդ տեղ գրավել, ուղղակի պարտավոր է հաղթել մի թիմի, որը ընթացիկ առաջնությունում հաղթանակ չունի։ Եթե հաշվենք, որ հաղթեց եւ մնաց 4 միավոր, եւ միմյանց միջև Նոան Փյունիկի հետ խաղ ունի եւ այդ խաղը կարող է լինել չեմպիոնական, Նոան ցանկանում էր Չարենցավանում հռչակվել, չեմպիոն չստացվեց, ոչ ոքի խաղաց, եւ եթե հիմա կարողանում է առավելության հասնել Փյունիկի նկատմամբ եւ սկզբունքային խաղում է դա լինելու, դա նշանակում է, որ Նոայի համար կարծում եմ այս բանը շատ սկզբունքային է այդ խաղում հաղթել, հետո գնալ գավաթի հետևից եզրափակում։ Եթե հանկարծ այդտեղ էլ կարողացավ Նոան հաղթել, ստացվում է Վան Փյունիկը ճակատագրական կդառնա ամբողջ խնդիրը նա է, որ այո, ինչ ասում ես, ճիշտ է, եթե Փյունիկը ենթադրյալ այդ գրաֆիկով շարժվի, միևնույն ժամանակ Վանը պետք է միավորներ չկորցնի։ Իսկ Վանը մենք տեսնում ենք եւ եւս մեկ անգամ համոզվում ենք, որ Առյուծի բաժինը իր միավորների վաստակում է Չարենցավանում, արտակնախաղերում այդքան շատ միավոր չի վաստակում եւ փաստ
չէ, որ Վանը չի սայթակելու։ Թեև օրացույցի տեսանկյունից որոշակի առավելություն համաձայն եմ ունի։ Թիմերի վերջին խաղերի մասին, եթե խոսենք, իհարկե Փյունիկը եթե ԲԿՄ-ի հետ խաղում չսայթակեր, եթե 3 միավոր վաստակեր 10 միավոր կլներ, այնտեղ արդեն երևի խոսելու ոչինչ չէր լինի, բայց ԲԿՄ-ն Վանին նվեր մատուցեց։ Ինքը Վանը շատ մոտ էր գրեթե չեմպիոն դարձած Նոային երկրորդ անգամ անընդմեջ հաղթելու։ Եթե հաղթեր, այդտեղ հնարավոր է նույնիսկ մի փոքր առավելություն կարողանայինք Վանին տալ 4-րդ տեղի համար պայքարում, չնայած Փյունիկը կունենար միավորների առավելություն, բայց խիտ ու անհարմար գրաֆիկի պատճառով Վանը մի փոքր ինձ առավելություն կունենա։ Ինչ կարծիքի ես առհասարակ այս երկու խաղերի մասին, Վանի, որ անցկացրեց Նոայի հետ նախ գավաթի խաղարկությունում, հաղթեց, բայց չկարողացավ շրջանցել, եւ Պրեմիեր լիգայում, որտեղ շատ ավելի թեժ կրքեր ծավալվեցին, ես չգիտեմ, սա նոր ձևավորվող հակամարտությունը երկու թիմերի միջև, թե հաջորդ մրցաշրջանում արդեն կմոռանան եւ կանցնի, բայց այնինչ կատարվում է հիմա այս երկու թիմերի միջև, երևի արտառոց երևույթ կարելի է։ Նմանատիպ իրավիճակ կար Նոայի եւ Փյունիկի միջև, բայց ամեն ինչ հանդարտվեց, նստեցին սեղանի շուրջ, խոսեցին։ Փյունիկի եւ Ուրարտուի նաեւ։ Փյունիկի եւ Ուրարտուի մեջ, բայց մի վատ տենդենս կա հիմա, Նոայի հետ շատերն են նմանատիպ խնդիր ունենում, սա առաջին դեպքը չէր։ Վանի հետ կոնկրետ երկրորդ դեպքն էր եւ ես ստադիոնում էի ու այնինչ կատարվեց այնտեղ ուղղակի թույլատրելի սահմաններից դուրս էր։ Համաձայն եմ ֆուտբոլը կրքերի խաղ է, էմոցիաների խաղ է եւ կարող է մեկը մի ավելորդություն թույլ տալ իրեն։ Ֆուտբոլիստը հայհոյել է, ինչպես ասում է Վահե Գևորգյանը, նա էլ պատասխանել է Խոսքը Նոայի ֆուտբոլիստի մասին, մասնավորապես Գոնսալո Գրեգորիոյի մասին։ Ես նույնիսկ դա եմ, իհարկե շատ վատ է դա, բայց նույնիսկ դա կարելի է ֆուտբոլային ենթատեքստում հասկանալ ու ասել, սա ֆուտբոլային երևույթ է։ Ինչ որտեղ վերապահումով շատ, բայց այնինչ կատարվեց հետո երկրպագուների միջամտություն, շշեր սկսեցին նետել, երկրպագուները սկսեցին մեծ մարդը կանգնած հայհոյում է, կողքին աղջիկ է կանգնած, նայելով հայհոյում է ու չի հասկանում, չենք հասկանում ինչ է կատարվում, ինչ իմաստ կա, ուղղակի ավելի շիկացնել կրքերը, թեժացնել իրավիճակը ու հետո ավելի շշեր են նետում մի ուղղությամբ, որտեղ չեն նայում ովքեր են կանգնած, ակումբների աշխատակիցներ են կանգնած նրանց։ Նորից եմ ասում, շատ ֆուտբոլային չէ, իհարկե շատ տգեղ է այնինչ կատարվում է, բայց էլի ֆուտբոլայինը շատ ենք տեսել, էլ կլասիկոների ժամանակ ինչքան ենք տեսել։ Ես դա եմ համաձայն ես, որ համաշխարհային ֆուտբոլից այնպիսի օրինակներ կարող ենք բերել, որ շատ մեղմ է այնինչ կատարվում է Հայաստանում եւ փառք Աստծո որ մեղմ է, ընդհանրապես լավ կլինի չլինի, բայց չգիտեմ, կան երկրներ, Սերբիան իր հավերժական դերբիով, Հունաստանը իր 3-4 ակումբներով այդ անընդհատ հակամարտությունը, Թուրքիայում ամենտեղ այնպիսի բաներ են կատարվում, որ մեզ մոտ ամեն ինչ կարելի է ասել հասկանալի տրամաբանականի չափերում է, շրջանակում է, բայց միևնույն է մեզ համար անսովոր երևույթ է, արատավոր է եւ կարծում եմ այո, պետք է ինչ-որ կերպ հարթեցնեն։ Երկու ակումբները իրենք էլ պետք է քայլեր կատարեն։ Քայլ արեցին, նախորդ առաջին խաղից հետո հայտարարություն տարածեց, Նոան հետո Վանը հայտարարություն տարածեց, դա հարթեցման ճանապարհ չէր, կարծում եմ այնտեղ ավելի շատ իրար ուղերձներ էին եղում, հա, ուղերձներ էին եղում եւ ամենակարևորն է այս ամենում, որ Վահե Գևորգյանը թեժ հանդիպում խոստացավ գավաթային առաջին խաղից հետո։ Բայց եղավ Պրեմիեր լիգայում։ Եվ եղավ Պրեմիեր լիգայում։ Խոստացավ ու արեց, թեժ խաղ էր ամեն դեպքում, երկրորդ խաղն էլ խոստացավ հաղթել, ոչ թե խոստացավ հաղթել, այլ նույն ֆուտբոլը մոտավորապես խոստացավ ու ստացվեց գրեթե հաղթել էր։ Վանը եւ իրականում ես չգիտեմ, չեմ հասկանում, թե ինչից են ծնվում այսպես իրավիճակները, ամեն ինչ կարծես ֆուտբոլային էր գնում, այո, Նոան եկել էր չեմպիոնությունը տոնելու, հնարավոր չեմպիոնությունը տոնելու եւ անհաջողության դեպքում կարող էին հունից դուրս գալ, բայց ախր նրանք գրեթե մեկ ոտքով չեմպիոն են ախր, պետք չէ ամեն ինչ։ Ես օրինակ այդքան վստահ չեմ, որ Նոան շատ էր ցանկանում չեմպիոն դառնալ Չարենցավանում, որովհետեւ շատ էր ցանկանում հաղթել Վանին, ինձ թվում է։ Այ դա համաձայն եմ, բայց դառնալ չեմպիոն տնային խաղում շատ ավելի գրավիչ է, առավել եւս որ ունի այնպիսի առավելություն, որ ձեռքից բաց չի թողնի։ Մոտավորապես իրավիճակ եղավ, ինչ Բավարիան Լայպցիգի հետ խաղում, չկարողացավ պահպանել, թեպետ շատ մոտ էր։ Ես չգիտեմ, Նոան իհարկե կդառնա չեմպիոն, բայց այս երևույթը ինչ որ կերպ պետք է վերացնել, բայց եթե զուտ խաղի մասին ենք խոսում, Վանը իսկապես այդ երկու խաղում տպավորեց իր նվիրվածությամբ, իր բացահայտումներով, օրինակ Կարեն Նալբանդյանը ինչ ֆուտբոլ սկսեց խաղալ, Վահե Գևորգյանը այնքան է նրան վստահում,
Բայց նորից ասեմ, Փյունիկի այս պայդրությամբ 7 միավորի առավելությունը ինձ մի փոքր ավելի հաստատում է այդ թիմին 4-րդ տեղի համար պայքարը։ Նաև պետք է հաշվի առնել, որ Վանը վերջին տուրում էլ Ուրարտուի հետ է խաղալու դրսում։ Իսկ դա հեշտ չէ։ Իսկ դա հեշտ չէ առնվազն, այնպես որ հետաքրքիր պայքար ունենալու ենք առաջնության վերջնամասում, իսկ թե ինչ են կարծում մեր փորձագետները, հիմա կարող ենք լսել։ Վանը մի քանի ծանր հանդիպում անցկացրեց վերջին շրջանում, ինչի արդյունքում կարծում եմ մի փոքր ուժը նաև վերականգնելու խնդիր կունենա մոտակա հանդիպումների համար, հաշվի առնելով նաև այն, որ Փյունիկն էլ այնքան հաջող հանդես չի գալիս վերջին հանդիպումներում եւ պարտվեց ԲԿՄ-ին, այստեղ պայքարը իրոք կարող է ծավալվել երկու թիմերի միջև, ամեն դեպքում կարծում եմ, որ 4-րդ տեղը կկարողանա պահպանել Փյունիկը։ Վանը մինչև վերջ կպայքարի 4-րդ տեղի համար, հաշվի առնելով այս տարվա նրանց խաղը, ես անձամբ շատ կցանկանայի նրանց տեսնել Եվրագավաթներում։ Իմ կարծիքով միավորներով շատ մոտ կլինեն Փյունիկին, բայց ամեն դեպքում կարծում եմ Փյունիկը ձեռքից բաց չթողնի 4-րդ տեղը։ Փյունիկի ու Վանի դիմակայությունն ինձ թվում է շատ հետաքրքիր է, այս տարի կարծես թե չեմպիոնական ինտրիգ չկա, բայց Փյունիկի ու Վանի դիմակայությունն այնքանով հետաքրքիր, որ մի կողմից ակումբ է, ով կարծես թե միշտ Եվրագավաթային գոտում է լինում Փյունիկը եւ մի կողմից ակումբ է շատ մեծ ամբիցիաներով ու շատ մեծ ամբիցիաներով մարզիչով, ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինչ է լինի վերջում շահելու է երկրպագում, որտեղ շատ հետաքրքիր լինելու, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում Փյունիկի ու Եղիշե Մելիքյանի փորձը կօգնի, որպեսզի Փյունիկը գոնե անի նվազագույնը ու Եվրագավաթային գոտում լինի, չնայած Վահե Գևորգյան եւս մաղթում հաջողություն։ Ռաունդ երկրորդ, Չեմպիոնների լիգա, առաջին խաղում գրանցված գոլառատ ոչ ոքիից հետո ով է Ինտեր Բարսելոնա դիմակայության ֆավորիտը։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր եւ վաղը հայտնի կդառնան եզրափակչի մասնակիցները, բայց նախ Բարսելոնա Ինտեր դիմակայության երկրորդ հանդիպման մասին։ Ինչպես նախորդ շաբաթ նշել է, եթե Ինտերը կարողանա Բարսելոնայից հեռանալ գոնե ոչ ոքով, երկրորդ խաղից առաջ կունենա հարմարավետ առավելություն եւ սա այդ դեպքն է։ Ամեն ինչ սկսվելու է 0-ից, այո, համաձայն եմ, թիմերից ոչ ոք այս պահին առավելություն չունի գոլերի տեսանկյունից, բայց Բարսելոնան նորից պետք է խաղա առաջին համարով, ինչը սիրում է անել Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը, եւ Ինտերը դարձյալ փորձելու է իր հակագրոհներով կամ արագ գրոհներով ֆուտբոլը խաղալ։ Այո, Ինտերը երբեմն գնդակով էր փորձում խաղալ Բարսելոնայի հարկի տակ եւ դա նույնպես շատ հետաքրքիր էր դիտվում։ Ու Ինտերը սեփական հարկի տակ կարծում եմ այս խաղում կունենա առավելություն, չի ունենա Բարսելոնան այնքան գոլային պայր, որքան ունեցավ սեփական հարկի տակ եւ Յան Զոմերը բավականին շատ փրկեց, իսկ դրան հակառակ Ինտերը կարողանա օգտագործել իր հնարավորություններից գոնե մեկը։ Բարսելոնան Ինտերի հետ առաջին հանդիպումն անցկացրեց Մադրիդի Ռեալի հետ գերէմոցիոնալ հանդիպումից անմիջապես հետո։ Բնականաբար երկրորդ անգամ տրամադրվել ու անցկացնել շատ պատասխանատու հանդիպում շատ ուժեղ մրցակցի հետ բարդ է։ Բարսելոնայի առջև այդ խաղում դրված էր խնդիր չպարտվել, եթե ի սկզբանե տնային խաղում հաղթանակը որպես նվազագույն ծրագիր էր նախանշվում, ապա Ռեալի հետ խաղից հետո հասկանալի էր, որ Բարսելոնան եթե չպարտվի, ապա բավականին լավ հնարավորություններ կպահպանի։ Իսկ Հանսի Ֆլիկի գլխավորած Բարսելոնան այս մրցաշրջանում աչքի ընկնում նաև կամային բարձր հատկանիշներով։ Մադրիդի Ատլետիկոյի հետ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները դրա վառվակայությունը եւ Ինտերի հետ խաղում Բարսան նույնպես կարողացավ 0-2 հաշվից հետո վերադառնալ։ Ծայրահեղանաջող մեկնարկ, բայց Բարսելոնան կարողացավ 3-3 հաշվով ավարտել հանդիպումը, համաձայն եմ Ինտերը ուներ հաղթելու հնարավորություն, բայց այս ոչ ոքին Բարսելոնային տալիս է հնարավորություն մրցակցի հարկի տակ տոնել այն հաղթանակը, որը չկարողացավ անել տան։ Նախ ուզում եմ հասկանալ, կարծում ես իրոք Բարսելոնայի առջև դրված էր չպարտվելու առաջադրանք։ Ռեալի հետ խաղից հետո, այո։ Չէ, կապ չունի ում հետ խաղից հետո։ Բարսելոնան սեփական հարկի տակ ունի, որովհետև գավաթը նվաճելուց հետո էմոցիոնալ հյուծված էր թիմը, այսինքն ամբողջ հույզերը թողել էր Սևիլիայում եւ շատ դժվար էր 2 օրում տրամադրվել եւ Ինտերի հետ խաղալ հաղթանակի վրա։ Իսկ Բարսելոնան միգուցե եւ հաղթեր այդ խաղում, եթե ինքը առաջինը հասներ հաջողության, բայց 3-3-ից հետո էմոցիոնալ
Եթե նկատեցիր 3-3 հաշվի ժամանակ Բարսելոնան ավելի շատ մտածում էր ոչ ոքին պահելու մասին։ Ինտերը ավելի շատ Ինտերը թարմ, ուղղակի ոչ թե Բարսելոնան մտածում էր ավելի թարմ էր, այո, որովհետև Ինտերը այդպիսի բարդ հանդիպում դրանից առաջ չէր անցկացրել։ Ինտերը գրեթե ձախողեց սերիայում իր առաջատարությունը բաց թողեց եւ դրանից հետո միայն կենտրոնացել էր Չեմպիոնների լիգայի վրա։ Ինտերը զգաց, Սիմոնե Ինձագին շատ լավ զգաց, որ սա այն պահն է, երբ պետք է հաղթանակով հեռանալ ու գնաց թիմը առաջ։ Ծայրահեղ ցավալի է, այո, որ Մխիթարյանի գոլը չարձանագրվեց, այնտեղ միլիմետրերի հարցեր, բայց Բարսելոնան այդ պահին մտածում էր միայն չպարտվելու մասին եւ դա հաշվարկ էր հետագայի համար, որովհետեւ եթե հիմա չեն հաշվում մրցակցի դաշտում խփած գոլերը եւ դա Բարսելոնայի Որ տրամաբանությամբ է Բարսելոնան ֆավորիտ Ինտերի հարկի տակ։ Այն տրամաբանությամբ, որ այս պահին ավելի լավ մարզավիճակում, ավելի լավ խաղային ընթացքի մեջ է, տոնուսի մեջ է, Ինտերը եթե ամեն ինչ դրեց Բարսելոնայի այդ խաղում եւ նախորդ անհաջողությունները ինչ որ չափով քողարկեց, բայց եթե զուտ արդյունքի ենք նայում, Ինտերը այդ խաղում էլ չհաղթեց։ Ես համաձայն չեմ, որ ամեն ինչ դրեց այդ խաղում։ Համաձայն եմ, որ Ինտերը շատ առումներով դավաճանեց ինքն իրեն, սկսեց հարձակողական խաղալ մեծ ուժերով գնումներ ամեն ինչ դրեց, դա նշանակում է մրցակցին անակնկալի բերեց։ 3 գնդակ բաց թողող Ինտեր հազվադեպ կտեսնես, բայց Ինտերը գնաց այդ ռիսկին, որ հաղթանակ տանի։ Դե Ինտերը այդ գոլերից երկուսը բաց թողեց պաշտպանվելու ընթացքում, այնպես չէ, որ Բարսելոնան հակագրովում էր ու գոլեր։ Ինչը խոսում է նրա մասին, որ Ինտերի պաշտպանությամբ ամեն ինչ չէ, որ կարգի։ Այո, եւ դա Բարսելոնայի հարկի տակ, սեփական հարկի տակ վստահ եմ հասկանում եք, որ բան է փոխվելու, այսինքն այդ ֆուտբոլիստները սկսելու են ավելի լավ պաշտպանվել։ Ֆուտբոլիստները ավելի լավ են խաղալու, թիմը սեփական հարկի տակ միշտ ավելի լավ է խաղում։ Դորտմունդը գնաց քանի գնդակ բաց թողեց Բարսելոնայի հարկի տակ, տանը քանի հատ խփեց։ Այսինքն կա այդ սեփական հարկի տակ խաղալու մոդական ուժը։ Ֆլիկը ավանդաբար մարզում է թիմեր, որոնք շատ գոլեր են խփում, բայց նաև բաց են թողում։ Բայց նաև բաց են թողում, համաձայն եմ, բայց Ինտերի պաշտպանությունը երևի թե Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում ամենաուժեղ պաշտպանությունն է։ Դե ես կարծում եմ դրա հերքումը մենք տեսանք առաջին խաղում, որ ամբողջ կազմով պաշտպանվելիս նրանք բաց թողեցին։ Այո, սեփական հարկի տակ ամբողջ կազմով չեն պաշտպանվել։ Ինձագին եւ Ինտերի շատ ֆուտբոլիստներ այդ ամենը կապեցին Լամին Յամալի ֆենոմենի հետ, որ նա ուղղակի գրեթե միայնակ կարողացավ քանդել այդ պաշտպանությունը, գոլ խփեց, էլի կարող էր երկու անգամ դարպասաձողը փրկեց, բայց խնդիրները Ինտերի պաշտպանություն չեն վերացել։ Ինտերի անհաջող հատվածը մրցաշրջանի վերջում ոչ միտեղ չի անհետացել եւ Մեկ խաղում կարելի է կարողանալու ամբողջովին փոխել։ Եթե Ինտերը ասերիայում մտնում է խաղադաշտ, մտքում ունենալով Նապոլի առաջին տեղում գտնվելու փաստը, դա ստիպում է թիմին ավելի լարված խաղալ, բայց Չեմպիոնների լիգայում նրանք 3-3 խաղացել Բարսելոնայի հարկի տակ, գալու են սեփական հարկի տակ, հասկանան, որ այստեղ արդեն պետք է ամեն ինչ դնել։ Այստեղ պաշտպանները, թե կիսապաշտպանները եւ թե հարձակողները իհարկե այդպես պետք է մտածել, եւ տրամաբանությունն եմ ուզում բացատրել, որ ասերիայում միգուցե այլ կերպ է հիմա անցալվում Ինտերի խաղը, Չեմպիոնների լիգայում այլ կերպ, Չեմպիոնների լիգայում հիմա նրանք բավականին հարմար առավելություն ունեն։ Ոչ հաշվի տեսանկյունից։ Սեփական վստահ ֆուտբոլ են խաղացել, շատ մոտ էին հաղթանակի, զգացին, որ Բարսելոնային կարող են նույնիսկ 5-6 գոլ խփել մրցակցի հարկի տակ։ Եթե պարտվեին կամ չկարողանային գոլ խփել, միգուցե հոկեբանորեն Հիմա ամենաթարմ օրինակը, ինչպես նմանատիպ իրավիճակում Ինտերը ձախողվեց։ Իթալիայի գավաթի խաղաղության կիսաեզրափակում Միլանի հետ ոչ ոքի առաջին խաղում եւ տնային, այսպես ճակերտավոր տնային խաղում 0-3 հաշվով պարտություն։ Շատ անհամեմատելի մրցաշար, շատ անհամեմատելի։ Չեմպիոնների լիգայի եւ Իտալիայի գավաթը ես չեմ ցանկանում համեմատել, ես իրավիճակներն եմ համեմատում, երբ Ինտերը խաղում էր հարմարավետ, ինչպես դու նշում ես, հարմարավետ հաշվից հետո խաղում էր տանը։ Միլանի հետ ոչ ոքից հետո Միլանի հետ խաղալ ոչ ոքին չի ապահովում թիմի Ինտերի համար հարմար առավելություն։ Բարսելոնայի հետ խաղում առավելությունը ինչն է տարբերությունը։ Որովհետև նա Միլանն է, նա Բարսելոնան։ Որովհետև Միլանը նկատի ունես ավելի տեղում է ասերիայում, իսկ Բարսելոնան գրեթե չեմպիոն է դառնում Լա լիգայի եւ Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից, այսինքն մրցակցի գործը Միլանը պետք է այդ դեպքում ավելի վտանգավոր լինի։ Ավելի վտանգավոր չէր, բայց Ինտերը հարմար առավելություն չէր զգում Միլանի հետ խաղից հետո։ Ինչու՞ չէր զգում, եթե ավելի այսպես կոչված թույլ մրցակցի հետ։ Ասում եմ, Ինտերի գլխում կար Չեմպիոնների լիգայի հանդիպում, իսկ հիմա Ինտերի գլխում այդ խաղից բացի, Բարսելոնայի հետ պատասխան խաղից բացի ոչինչ չկա։ Հիմա մեկ բան է պահել գլխում, հասկանալի է, որ դա շարժառիթ է տրամադրվելու լրացուցիչ առիթ է, բայց չի նշանակում, որ այդ տրամադրվածությունը վերացնում է բոլոր խնդիրները, դա դեռ պետք է կյանքի կոչել։ Ես իհարկե պետք է կյանքի կոչել, բայց արի հիշենք Բարսելոնայի
մի քանի խաղեր, երբ սեփական դաշտում ոչ ոքից կամ հաղթանակից հետո գնացել է մրցակցի տակ ու ձախողվել։ Դե ամենաթարմը Դորտմունդն էր, Ռոմայի հետ է նման դեպքերը։ Դորտմունդը ներողություն, Դորտմունդը խոշոր հաշվով հաղթանակից հետո էր եւ այդ պարտությունը, որը իդեպ միակն է այս տարի Բարսելոնայի համար, ոչ մի բանի վրա չէր ազդում, այսինքն վերահսկելի պարտություն էր։ Նրանք այնքան բաց չթողեցին, որ վտանգի տակ հայտնվեն դուրս մնալու Չեմպիոնների լիգայից։ Ամեն ինչ վերահսկվում էր Բարսելոնայի գոլից հետո հատկապես, բայց հիմա ես ընդունում եմ, որ Ինտերի հետ ծայրահեղ բարդ է, ես դա ասում եի նաև առաջին խաղից առաջ, շատ անհարմար մրցակից է, բայց Ինտերը ցույց տվեց, որ կարող է նաև բաց ֆուտբոլ գոլերի փոխանակմամբ խաղալ եւ եթե հանկարծ այդ սխալը կրկնի սեփական արկի տակ Բարսելոնան դրանից լավ կօգտվի առավել եւս որ հասանելի է կրկին լինելու Ռոբերտ Լևանդովսկի միգուցե ոչ մեկնարկային կազմում դե նույն դրամաբանությամբ Լաուտարո Մարտինեսն էլ կարող է լավագույն դեպքում նստել պայեստայինների նստարանին եւ երևի թե նրանց պետք է դուրս թողենք շարքից Լաուտարոն իդեպ ամենալավ խաղը չանցկացրեց ես ընդհանրապես չեմ զարմանա եթե Ինտերը շատ վստահ պաշտպանվի եւ հաղթանակ տոնի այդ խաղում չեմ զարմանա, բայց կարծում եմ որ դա տեղի չի ունենա, որովհետեւ Բարսելոնան ավելի այսպես ճիշտ կմոտենա այդ խաղին տակտիկապես եւ կկարողանա հաղթանակ տոնել։ Լինի դա հիմնական ժամանակում լրացուցիչ ժամանակում թե 11 մետրանոցներով, բայց կարծում եմ ամեն դեպքում եզրափակիչ կատալոնական ակումբ։ Իսկ ես վստահ եմ որ Ինտերն լինելու եզրափակիչ։ Ինչ են կարծում մեր փորձագետները լսենք։ Եթե Ինտերը կարողանար ամեն դեպքում հաղթական գոլը խփել Բարսելոնայի հետ խաղում, կարծում ավելի հետաքրքիր պատասխան հանդիպում կտեսնենք, այն դեպքում, որ թիմերից մեկը ստիպված կլիներ գրոհել, այստեղ մի փոքր ավելի շանսերը հավասար են եւ ինչպես կդասավորվի արդեն։ Ճիշտ է Ինտերում կան կորուստներ եւ չի խաղալու Լաուտարո Մարտինեսը, ինչպես արդեն հայտնի է, բայց կարծում եմ, որ Ջուզեպե Մեացայում կայանալիք հանդիպումը եւս բավական թեժ է լինելու եւ հուսամ գոլառատ հանդիպում կլինի։ Բարսելոնան միգուցե ինչ որ չափով ֆավորիտի կարգավիճակում է նաեւ, բայց շատ մեծ ցանկություն կա տեսնելու նորից Հենրիխ Մխիթարյանին եզրափակիչում։ Ֆավորիտը դիմակայության Բարսելոնան է, բայց Ինտերը կանցի եզրափակիչ։ Այս պահին թիմերի շանսերը գնահատում եմ հավասար 50-50, բայց առաջին խաղը հաշվի առնելով կարծում եմ փոքրինչ առավելություն Բարսելոնան ունի եւ իմ կարծիքով Բարսելոնան ավելի շատ շանսեր ունի եզրափակիչ անցնելու։ Ինտերը անգամ Բարսելոնայի դաշտում ցույց տվեց, որ կարող է ու շատ մարդիկ Ինտերին ժամանակից շուտ էին պայքարից անել, բայց Ինտերը բավականին ամուր թիմ է ու ճիշտ է գնդակները Ինտերը հիմնականում չէր խփում խաղային դրվագներից, այլ շատ ստանդարտներից, բայց կարծում եմ, երբ որ դրան գումարվի նաև Ինտերի սեփական մարզադաշտի երկրպագուների աջակցությունը Բարսելոնային հեշտ չի լինելու ու ես կարծում եմ, որ իտալական ակումբը կլինի եզրափակչում, ինչքան էլ Բարսելոնայի երկրպագուները այդպես չեն ուզում։ Ռաունդ 3, Չեմպիոնների լիգա, տնային պարտությունից հետո կարող է արդյոք Արսենալը շրջանցել Պարիս Սեն-Ժերմենին։ Վաղը Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում ականատես կլինենք մեկ այլ դիմակայության պատասխան հանդիպմանը, Պարիս Սեն-Ժերմենը Փարիզում ընդունելու է Արսենալին մրցակցի արկի տակ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո։ Այո, Պարիս Սեն-Ժերմենը հաստատեց այս դիմակայությունում ֆավորիտի իր կարգավիճակը, եթե ոմանց համար այդ կարգավիճակը չկար, այդ թվում ինձ համար, ես Արսենալը կարծում էի, որ առաջին խաղում տանը կհաղթի, բայց Պարիս Սեն-Ժերմենը փայլուն ֆուտբոլ խաղաց, թեպետ դա նաև եկավ Արսենալի զգուշավորությունից։ Միկել Արտետան այս մրցաշրջանում Արսենալին այնքան զգուշավոր թիմ է դարձել, որ նույնիսկ տանը 0-1 հաշվով պարտվելիս լոնդոնյան ակումբը մեծ ուժերով չգնաց առաջ, ռիսկի չդիմեց Արտետան եւ գերադասեց պարտվել նվազագույն հաշվով, քան գնալ խաղը փրկելու եւ բաց թողնել ավելի շատ գնդակ։ Սա երևի ինչ որ չափով հաշվարկ էր պատասխան խաղի համար եւ վստահ եմ, որ Արսենալը Փարիզում շատ ավելի հետաքրքիր, ավելի գոլառատ ֆուտբոլ կխաղա, քան տանը։ Համաձայն եմ, որ Արսենալն այս մրցաշրջանում ավելի զգուշավոր ֆուտբոլ է խաղում։ Պարիս Սեն-Ժերմենը բացեց խաղի հաշիվը Լոնդոնում եւ պահեց այդ հաշիվը մինչեւ խաղի ավարտը։
Եթե Արսենալը ավելի ագրեսիվ ֆուտբոլ է խաղալու Փարիզում, որտեղ է տրամաբանությունը, եթե նա չարեց դա Լոնդոնում, սեփական հարկի տակ, իսկ Արսենալը սեփական հարկի տակ ավանդաբար միշտ ավելի ուժեղ է խաղում եւ դրա մասին շատերն են խոսում։ Չարեց Արսենալը, իսկ կարծում եմ ես, որ Paris Saint-Germain-ը թույլ չտվեց դա եւ թույլ չի տա նաեւ Փարիզում։ Ճիշտ է, Paris Saint-Germain-ը ցույց տվեց ընթացիկ խաղաշրջանում, որ պատասխան խաղերում երբեմն կարող է հայտնվել շատ ծանր իրավիճակում, Aston Villa-ն դա ցույց տվեց մեկ այլ անգլիական ակումբ, բայց սա այդ դեպքը չէ։ Paris Saint-Germain-ը շատ է սպասում Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակչին վերջին տարիների ընթացքում, բայց այս անգամ առանց Կիլիան Մբապեի եւ Փարիզը հենց Մբապեին եւս ապացուցելու բան ունի։ Ուզում եմ հասկանալ լավ, ասում էր առաջին խաղում ռիսկի չդիմեց, Փարիզում կգնա ավելի ռիսկային ֆուտբոլի, որտեղ է այդտեղ տրամաբանությունը։ Տրամաբանությունը այնտեղ է, որ դիմակայությունը երկու խաղից է եւ առաջին խաղում ամեն ինչ դնել խաղասեղանի չցանկացավ Արտետան։ Իհարկե որոշ բաներ պահեց։ Այո, սեփական հարկի տակ արի, հիշենք Դոնառումայի երկու անհավանական սեյվերը, հիշենք գոլը, որը Միկել Մերինոն խփեց, բայց փոքրիկ խաղից դուրս վիճակեր։ Եթե դրվագներից մեկում գոլ լիներ եւ Արսենալը ոչ ոքի խաղար, մենք հիմա նույն մոտարապես խոսակցությունը կտանենք, ինչ Ինտեր Բարսելոնա խաղի վերաբերյալ, բայց Արսենալը զարմացնում է տհաճ տեսանկյունից միգուցե զարմացնում է։ Բայց ախր այդպես չէր տարիներ առաջ Արսենալը։ Իհարկե, բայց խաղալով այդ ռոմանտիկ ֆուտբոլը Արսենալը ոչինչ չէր նվաճում։ Հիմա Արտետան փոխել է կարծրատիպ, փորձում է այս ընթացքը։ Դե դեռ ոչինչ, բայց հիմա գնում է Չեմպիոնների լիգայի գավաթի հետևից։ Ես չգիտեմ ուր կհասնի, որտեղ կավարտվի ճանապարհը։ Կտեսնենք, Paris Saint-Germain-ը իսկապես տպավորում է այս մրցաշրջանում, սա այն թիմը չէ, որը խաղում է անհատների վարպետության շնորհիվ, սա թիմային ֆուտբոլ խաղացող Paris Saint-Germain-ը, Լուիս Էնրիկեն ինձ համար նաև բացահայտում էր որպես մարզիչ, որովհետև նրա լավագույն արդյունքը 2015-ին, երբ Չեմպիոնների լիգա նվաճեց Բարսելոնայի հետ, էլի կախված էր հարձակման եռյակի փայլուն խաղից, եւ ես այն ժամանակ մարզչական հանճար չէի տեսնում։ Այ հիմա ես տեսնում եմ, որ Լուիս Էնրիկեն ինքն էլ աճել է որպես մարզիչ, դրա նախադրյալը եղավ Իսպանիայի հավաքականում, նրա աշխատանքի տարիներին միջև ընտանեկան այդ դժբախտությունը, բայց հիմա Էնրիկեն իսկապես ստեղծել է մի թիմ, որ ամեն ինչին կարողանում է լավ աշխատել առանց հեղինակությունների եւ առանց հեղինակությունների, այո, համաձայն եմ, Իսպանիայի հավաքականն էլ նմանատիպ մի թիմ էր։ Արսենալը զարմացնում է տհաճ տեսանկյունից միգուցե, բայց իմ ասածը ինչն է, որ Արսենալը հիմա արդեն այդ հաշվարկը արեց, հիմա այլևս իմաստ չի ունենա, եթե Փարիզում էլ Արտետան այդ պրագմատիկ ֆուտբոլը խաղա եւ չկարողանա անհրաժեշտ քանակի գոլեր խփել, ես ուղղակի չեմ հասկանա ինչու էր նա հասել կիսաեզրափակիչ։ Արսենալը չի խաղա պրագմատիկ ֆուտբոլ, որովհետեւ ռոմանտիկ ֆուտբոլ խաղացող Paris Saint-Germain-ին 0-1-ից հետո այն էլ դժվար թե կարողանա հաղթել եւ արդեն պետք է, ինչպես դու ասացիր, խաղակարտերը բացի Միկել Արտետան, իսկ դրանից Paris Saint-Germain-ը օգտվել կարող է։ Թե հակագրողներն են շատ լավ Paris Saint-Germain-ի, թե դիրքային գրողները։ Սա մեծ ռիսկ է, Արսենալը իհարկե գիտակցում է, որ խաղալով բաց ֆուտբոլ կարող է եւ Paris Saint-Germain-ի խնդիրը հիմա որն է, խփել առնվազն այնքան, որքան Արսենալը կխփի եւ դա կապովի եզրափակչի ուղեգիր, իսկ այսօրվա Paris Saint-Germain-ը գոլ խփել կարող է ցանկացած թիմին, այն էլ սեփական դաշտում։ Ես ընդունում եմ, որ այս պայծրությամբ Paris Saint-Germain-ը շատ ակնհայտ ֆավորիտ է, բայց ես կարծում եմ, որ Արսենալը վերջապես իր հարձակողական ներուժը ցույց կտա եւ եթե որոշակի հաջողություն ուղեկցի, կարող են ավելի շատ գոլ խփել, քան մրցակից։ Հարձակողական ներուժի տեսանկյունից համաձայն չեմ, որովհետև դե բոլորը նախ կազում պատրաստ չեն։ Եղած ֆուտբոլիստներն էլ բոլորը չէ որ լավ մարզավիճակում են, բայց դրանք հակադրություն արդեն Փարիզի կողմից, որ ով կա, բոլորը թարմ են, պատրաստ են, բոլորը առողջ են, կարելի ասել։ Եթե Դեզիրե Դուեի կամ Բրեդլի Բարկոլայի պես ֆուտբոլիստը մնում է պայստայինների նստարանին, պետք է հասկանալ, թե ինչ խորություն ունի կազմի Լուիս Էնրիկեն ու շատ են փաստերը, թե ինչու պետք է հաղթի Paris Saint-Germain-ը։ Եթե հաղթեց Արսենալը, ուրեմն, չգիտեմ, չեմ ուզում ասել անարդար է ֆուտբոլը, բայց շատ է վաստակել Paris Saint-Germain-ի եզրափակիչը։ Ես այսպես ձևակերպեմ, եթե հաղթի Արսենալը, Paris Saint-Germain-ը միայն ու միայն իրեն կարող է մեղադրել դրանով, որովհետև ստեղծված իրավիճակում չպահպանել առավելությունը, այսքան փայլուն ճանապարհ անցնելով հաղթել կիսաեզրափակչի առաջին խաղում դրսում ու չպահպանել այդ առավելությունը, իհարկե կլինի միայն նրանց մեղավորությունը, բայց
ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, եթե այ հիմա հետաքրքիր է Էնրիկեն կփակի խաղը թե ոչ, թե կընդունի առաջարկը բաց ֆուտբոլ խաղալ։ Դրանից էլ է շատ բան կախված, եթե Լուիս Էնրիկեն որոշեց ընդունել մարտահրավերը, մենք շատ հետաքրքիր մի բան կտեսնենք։ Կարծում եմ ավելի գոլառատ հանդիպում ենք տեսնելու, քան առաջին խաղում եւ եթե Արսենալը հաջողեց, իր պահերը ավելի լավ օգտագործեց, շանսեր կունենա այստեղ վրիպելու իրավունք Արսենալի ֆուտբոլիստները չունեն։ Ցանկացած բա պետք է փորձեն օգտագործել, որովհետեւ Փարիզն էլ է օգտագործելու իր պահերը, հաստատ մեկը կամ երկուսը կօգտագործեն։ Իսկ վերոհիշյալ ֆուտբոլիստները, որ մնում են Պալեստինյանստանին, Բարկոլան կամ Դոեն, խոսում է եւս մեկ անգամ այն մասին, որքան անցավ մերվեց այս կոլեկտիվին Խվիչա Քվարացխելյան, եկավ եւ միանգամից ցույց տվեց, որ ինքը պետք է լինի մեկնարկային կազմի խաղացող։ Շատ են նման դեպքերում խոսում, որ այո, եթե ֆուտբոլիստի համար մեծ գումար ես վճարել, իհարկե պետք է խաղա, Լուիս Էնրիկեն այն մասնագետներից չէ, որ նայում է, թե որքան վճարվեց ֆուտբոլիստի համար կամ որքան աշխատավարձ են ստանում։ Եթե Խվիչան գործով չապացուցեր, իհարկե նա չէր խաղա։ Բայց Խվիչան գումարի համար է գնացել Փարիզ, բայց անմիջապես դարձավ թիմի առաջատարներից մեկը, ու արդեն անփոխարինելի, ընդամենը 1 ամսում նա կարողացավ մեկնարկային կազմում իր տեղը գտնել։ Ես նորից ցանկանում եմ չանտեսել Ջանլուիջի Դոնարումայի փայլուն խաղը Լոնդոնում, եւ եթե չլիներ նա, միգուցե հաղթանակով չվերադառնար ՊՍԺ-ն Լոնդոնից, բայց տեսնենք այստեղ էլ դարպասապանների խաղից էլ է շատ բան կախված, հարձակողների օգտագործած բայրից է շատ բան կախված։ Արսենալը ինչ եմ ուզում ասել, անհույս վիճակում չէ։ Արսենալը վիճակում չէ, համաձայն եմ, բայց ինձ համար 80-20 մոտավորապես այսպիսի հարաբերակցություն։ Եվ նաեւ մի փորձ կուտակեց Պարիս Սեն-Ժերմենը Չեմպիոններ լիգայում, 4-րդ եզրափակում, երբ տանը հաղթեց Ասթոն Վիլլային եւ դրսում շատ մոտ էր ծախողվելուն։ Էնրիկեն հիմա պետք է հասկանա, որ հաղթել է Ասթոն Վիլլային, միգուցե հիմա Ասթոն Վիլլան ու Արսենալը մոտ են իրար հնարավորություններով, ու դա պետք է հաշվի առնի Էնրիկեն ու չփորձի փակվել կամ համարել, որ գործը կիսով չափ լուծված է ու շեշտը դնել հակագրողների վրա կամ արագ գրողների վրա։ Իր ֆուտբոլը պետք է խաղա։ Ավարտելով, այ հենց դրա մասն էի ցանկանում խոսել, ինչու ես բացառում այդ տարբերակը, որ Էնրիկեն կփորձի փակել խաղը եւ հակագրողներով խաղալ։ Որովհետև Պարիս Սեն-Ժերմենը այս մրցաշրջանում ցույց տվեց նույնիսկ Լիվերպուլի հետ խաղերում, որը Անգլիայի Պրեմիեր լիգայում անհասանելի էր բոլորի համար, որ գնդակով ֆուտբոլը արդարացված է եւ արդյունավետ է Պարիս Սեն-Ժերմենի համար ստացվում է, նույնիսկ այն դեպքում, երբ առաջին խաղում հաղթել է։ Մրցակիցն էլ մի թիմ է, որը գնդակով սիրում ու կարողանում է խաղալ, թեև նորից ասեմ, շատ կարծրատիպեր Արտետան կոտրում է Արսենալի պատմության տեսանկյունից, նույնիսկ եթե նայենք, այսպիսի ֆուտբոլ Արսենալը ես չեմ հիշում երբեք խաղացել։ Բայց եթե դա արդյունք կարդարացվի, ինչ են մեր փորձագետները կարծում այս դիմակայության մասին, լսենք։ ՊՍԺ-ի հաղթանակը կարծում մի փոքր անակնկալ էր, հաշվի առնելով թե ինչ ֆուտբոլ էր խաղում մինչև այդ Արսենալը, եւ պատասխան խաղում էլ կարծում շատ հետաքրքիր կրկին հանդիպում ենք տեսնելու, թեև այստեղ ավելի հավանական եմ համարում Արսենալի անցումը եզրափակիչ, տեսնենք թե ինչ կառաջարկի Լուիս Էնրիկեն եւ իր այդ փորձը որքանով կկարողանա օգնել Պարիս Սեն-Ժերմենի եզրափակիչ դուրս գալու համար։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ Պարիս Սեն-Ժերմենը կարող է դուրս գալ եզրափակիչ առանց այն գերաստղերի, որոնցով տարիներ շարունակ չէր կարողանում դուրս գալ։ Արսենալը լավ պայքար կառաջարկի ամեն դեպքում ՊՍԺ-ին, բայց հաշվի առնելով այս տարվա ՊՍԺ-ի խաղի որակը, կարծում նրանք դուրս կգան եզրափակիչ։ Արսենալի խաղը առաջին Պարիս Սեն-Ժերմենի դեմ արդյունքը բավականին օրինաչափ էր, որովհետև Արսենալը Մադրիդի Ռեալին դուրս թողեց, դրանով մեծ իրարանցում առաջացեց, բայց այս տարվա Մադրիդի Ռեալը այն ուժը չուներ, որից հետո կարելի է այդքան մեծ ոգեղություն ունենալ, չնայած Ռեալը մնում է Ռեալ, եւ ես կարծում եմ, որ այս դիմակայությունում Փարիզում ամեն ինչ շատ ավելի հեշտ է լինելու Պարիս Սեն-Ժերմենի համար ու դուրս է գալու եզրափակիչ։ Հայաստանի Պրեմիեր լիգայում վաղուց 4-րդ տեղի համար այսպիսի թեժ պայքար չի եղել եւ թող հաղթի ամենաարժանին։ Իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մենք կիմանանք եզրափակչի մասնակիցներին, հետևենք այս իրադարձություններին եւ կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue
Corner. Please welcome the brilliant and passionate football expert, Armando